Ելենա Արշակյանի «Ծով աչքերի պատճառով» սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում սպասվում է հետաքրքիր զարգացումներ, այնպես որ մնացեք մեզ հետ ու դիտեք տեսանյութը մինչև վերջ, սպասվում են նաև անակնկալներ։ Ռեբեկան չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իր հոր սպանողին ընդամենը 10 տարի են դատապարտել, սակայն Էլկան ամեն ինչ պարզաբանում է նրա համար, նշելով, որ իրենց հոր պատճառով Գարիկը ևս 10 տարի նստել է, սակայն դա Ռեբեկային այնքան էլ չի հետաքրքրում, քանի որ, ինչպես ասում են, յուրաքանչյուր ցավ ցավի տիրոջն է ցավեցնում։ Սարոյանը գովում է Էլկային, ասելով, որ բավական խելացի մտքեր է արտահայտում։ Իհարկե Էլկան այդ ամենն արտահայտում է, որովհետև սիրում է Արմանին ու հասկանում, որ Արմանը ևս մեկ անգամ բավական երկար ժամանակով կապվի առանց հոր ներկայության։ Հեռուստադիտողներին մի բան է հետաքրքրում, ինչու Սարոյանը որոշեց, որ իր ամբողջ ունեցվածքը կտակի Սառային և արդյոք դա նոր կոնֆլիկտ չի առաջացնի քույրերի միջև, չնայած բոլորն էլ հասկանում են, որ Սառան իր քույրերին անմասն չի թողնի, բայց դա չի նշանակում, որ իր ամբողջ ունեցվածքը բաժին պետք է հասներ միայն Սառային, և դա Շատ հատ պատնյոր եք բերել ինձ ասեմ իմանաք, նկարվելու փոխարեն story անում։ Դերասանի համար մեկ թշնամին։ Տենա։ Դերասանի համար երկու թշնամին։ Տենա պահող Էդմոն։ Բարև, սիրելի Հայաստանում ապրող իմ հարազատներ։ Գիտեք որտեղ եմ հիմա, ուղղակի ուզեցի նկարեմ, որ դուք էլ տեսնեք, որտեղից սկսել է ֆրանսիական ռևոլյուցիան։ Չեք պատկերացնի ինչ հրաշք տեղ է, հիմա ես մի քիչ հետո կգցեմ ահագին վիդեոներ, որտեղ դուք կտեսնեք, այստեղից է սկսել ֆրանսիական ռևոլյուցիան, պատկերացնում եք։ Այնքան սիրուն է ամեն ինչ, այնքան սիրուն է, դուք չեք պատկերացնում, ասենց անեմ նայեք։ Շատ սիրուն է, շատ։ Հավեսա։ Երեկո, ուրեմն ես հենց հիմա հերոսություն եմ գործելու, գտել եմ այնպիսի մի կարուսել, որ նստելուց հետո չգիտեմ ողջ կմնամ, թե ոչ։ Ես ներնեմ չեմ նստի։ Ոնց, ուր ես, ոնց ես նստի, կնստես։ Նայելուց եմ վատ արդեն։ Ես կնստեմ, ոչինչ, ես սիրում եմ էքստրիմ բաներ, ավելի ասեմ, ադրենալին ավելի շատ եմ սիրում։ Էնպես որ շուտով կհանդիպենք վերև։ Ինչ մոլորակ։ Երկիր։ Ապրես, որ ինչ-որ բան ես գրում դուրս չի գալի, ինչ ես անում։ Ապրես, որ հիվանդանում ես, ինչ է։ Տաքություն, ջերմություն։ Ապրես, ուի, որ ինչ-որ մի բան քանի կիլո, օրինակ շատ անում, ինչ են ասում դրան։ Ինչի կիլոն։ Որ ասում են բան եմ անում, սպասի, մի հատ մտածեմ մի քիչ երկար եմ բան անում, ինչ ու ինչ եմ անում։ Լավ, դա անցանք, որ ասում են բան կանենք, մենք Քսել բռնել։ Չէ, դա ուրիշ ձև, որ դրա ասում են շատ բան է, մի վերցրա, նոր ես վիրահատվել, չի կարելի։ Ծանրակաշ, ծանրուց հետևաններ։ Հիմա մի բանը որ հեշտ է քո համար, ինչ ես անում, ինչ շուտ ես, ինչ անում։ Ընկալել։ Ուրիշ ձև։ Չէ, ուրիշ ձև։ Հասկանալ։ Ապրես, հիմա դա էլի ժխտի։ Չհասկացող։ Չէ, ուրիշ ձև ժխտի։ Անհասկացող, անհասկանալի։ Ապրես։ Երբ որ ինչ-որ մի բան դու ասում ես, օրինակ, բայց բանով չէ, ասենց ժիվոյի կյանքում չէ, այլ ոնց։ Դուք քննածեք, իսկ ես արդեն թռնում եմ Ֆրանսիա։ Ես բարի գիշեր, ինձ բարի թրես, դա հանդիպեմ Ֆրանսիայում։ Հիմա ձեզ ցույց կտամ, թե բացի հագուստները ինչ եմ ինձ հետ բերում նկարահանման։ Առարկաներ, որոնք միգուցե պետք կան։ Եվ այսպես։ Գոտի, սաներ, աբադոկ, հնարավոր է պետք կա։ Մարմնի քսուկ, որը երբեմն ձեռքերիս եմ քսում, դե մարլի դելինը, ովքեր ծանոթ են այս բույրին, կհասկանան ինչու եմ խենթանում։ Ալկոսպրեյ միշտ ինձ մոտ կա։ Ակնոց, միգուցե պետք կա։ Զարդեր եմ բերում միշտ այսպիսի տուփերի մեջ, որովհետև ես ճամպրուկով եմ գալիս նկարահանման ու ամեն ինչ կարող է անհետանալ, եթե տուփերով չառանձնացնեմ։ Օրինակ սրանք տուփից ընկել են, չգիտեմ ինչու։
Հիմա կտեղավորեմ։ Հոպ։ Դե բացի այս ամենը պարզ է պետք են գալիս հողաթափեր, պայուսակներ, կոշիկներ, ինչպես հասկացաք ես ամեն ինչ տուփերով եմ բերում։ Կարող եմ ինչ-որ տոպրակի մեջ ես ամեն ինչը տեղավորել, խցկել, բայց դրանք կարող են փչանալ, վնասվել, ձևափոխվել։ Այդ դրա համար էլ ես միշտ ճամպրուկով եմ գալիս։ Տեսեք, ամեն ինչ այսպես փաթեթավորված եմ։ Հասկացաք, չէ՞, որ ես շատ եմ պատվերներ անում։ Այս տոպրակներից դրա համար այսքան ունեմ։ Իրերի թե այսքան։ Ուղղակի ստեղի լուսավորությունը լավն էր, դրա համար եք աստեղ։ Հանգիստ մնա շեֆենք։ Լավ։ Պասպորտս կտապ ստորագրի գնա։ Չտուց կորլի։